Եվ Նիկոլ Փաշինյանը հրաժարվում են ծրագրային ու բովանդակային քաղաքական երկխոսությունից եւ շարժվում են իրենց այսպես նախանշած ճանապարհով, որը մղոններով հեռու է քաղաքակիրթ կոչվելուց։ Մենք այս օրերին տեսնում ենք, որ մեր թիմակիցների, մեր գործընկերների նկատմամբ, մեր քաղաքական թիմի անդամների նկատմամբ բռնաճնշումները, կալանավորումները, տարատեսակ քրեական գործերի հարուցումը այսպես դարձել է այլևս օրինաչափ, եւ այս ամբողջ ընթացքում պետական ու վարչական ռեսուրսը լծված է ընդամենը մեկ նպատակի՝ լրացնել քաղաքական ընդդիմախոսներին, այս դեպքում ակնհայտ եւ ուղղորդված հաշվեհարդարի գործընթացներ են տեղի ունենում հատկապես Բարգավաճ Հայաստան կուսակցության եւ մեր քաղաքական թիմի անդամների նկատմամբ։ Հարուցվում են տարատեսակ քրեական գործեր, կոնկրետ Անդրանիկ Թևանյանի հետ կապված գործի մասով մեր փաստաբանները արդեն նշել են, որ բացարձակ հիմնազուրկ է եւ պատրաստվում են իրավական ճանապարհով գնալ եւ բողոքարկել Անդրանիկ Թևանյանի կալանավորման որոշումը, Մարտուն Գրիգորյանի հետ կապված գործընթացներ հակակոռուպցիոնի կողմից հարուցված բարեգործության անվան տակ ընտրակաշառք բաժանելու մեղադրանքով։ Ես ուղղակի ուզում եմ կոչով դիմել նույն հակակոռուպցիոն կոմիտեին, որը այսպես սարսափազդու ձայնով հոլովակներ է հրապարակում այդ այսպես չակերտավոր ընտրակաշառքների բաժանման գործընթացի հետ կապված։ Ես իրականում ուզում եմ հասկանամ, հավկուրությունը դա ախտորոշում է, թե որևէ այլ դրսևորում։ Ես ուղղակի ուզում եմ հասկանալ, երբ իշխանությունը օգտագործելով ամբողջ վարչական ռեսուրսը թե քարոզարշավի ընթացքում, թե քարոզարշավին նախորդող ժամանակահատվածում այսպես օրինական ընտրակաշառքի բաշխման գործընթացով է հանդես գալիս, ուր է նայում հակակոռուպցիոն կոմիտեն։ Ես առաջարկում եմ մի գործ հարուցել իշխանությունների եւ մասնավորապես Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, որովհետեւ նույն քարոզարշավին նախորդող ժամանակահատվածում թոշակների բարձրացումը, պետական համակարգում աշխատողներին տրվող անասելի մեծ պարգևավճարները, ինչ են դրանք, եթե ոչ օրինական ընտրակաշառքի դրսևորումներ, որոնց վերաբերյալ փաստերը բազմաթիվ են, կամ օրինակ տարատեսակ խոսակցությունները այն մասին, որ ընտրական գործընթացների վրա ազդեցություն ունեցող մարդկանց այսպես աստղաբաշխական աշխատավարձերով հեծում աշխատանքի տեղավորելը, ինչ է սա, եթե ոչ ընտրակաշառք։ Կոնկրետ բազմաթիվ են խոսակցությունները, որ հեծում հնարավոր ու անհնարին հաստիկներ այլևս չեն մնացել, որտեղ որ տարատեսակ թաղային հեղինակություններ եւ ընտրական գործընթացի վրա ազդեցություն ունեցող մարդիկ աշխատանքի են տեղավորվել, ընդհուպ ավտոտնակի վարիչի տեղակալի խորհրդական նմանատիպ հաստիկներ են ստեղծվում եւ աստղաբաշխական աշխատավարձերով մարդկանց աշխատանքի են տեղավորում։ Ուզում եմ հակակոռուպցիոն կոմիտեի, կրկնում եմ, սարսափազդու ձայնով հաղորդագրություններ տարածող մարդկանց ուշադրությունը հրավիրել այս փաստի վրա։ Մենք բնականաբար շարունակելու ենք մեր կառուցողական գործելավոճը, որևէ կերպ չենք շեղվելու մեր նախանշած ճանապարհից եւ ուղուց, որովհետեւ կրկնում եմ, որ մեր համար սկզբունքային է մեր հայրենակիցներին հասցնել, տեղ հասցնել մեր դիրքորոշումը։